Ինչու Նիկոլի բոլոր ձգտումները Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ձախողվելու է շատ պարզ պատճառով թուրքերը իրականացել են հայոց ցեղասպանություն եւ թուրքերը հայերից գրավել են հայերի հայրենիքը անկամ այն դեպքում ինչու Նիկոլն է ուզում հայերը ուրանան ցեղասպանությունը եւ հրաժարվեն այդ իրենց հողերից Ես գիտեմ, էլի բանակցել եմ իմերեցին ասել են, իրանք դրանից չեն հրաժարվելու, որտեվ քանի դու դեռ կաս, իրանք գիտեն, որ այդ հողը քոնն է, այդ հայրենիքը քոնն է, այդ հանցանք իրեն կատալ են, քանի դու դեռ կաս, դու իրենց համար վտանգ ես։ Այսօր հրաժարվում ես, բայց դա բանա դու կաս։ Այսինքն պատկերացրեք մի վիճակ, դուք մեկին փող եք պարտ մեծ գումար Եվ հիմա դուք վատ մարդ եք, ուզում եք այդ գումարը չտալ, ձեզ համար բնականաբար նրա մահը ցանկալի է, չէ, նա չգոյությունը, որ ինքը չլինի, ուրեմն դուք չեք տա, այսինքն նա հայ-թուրքական հարաբերությունների մեջ է, անկախ նրանից մենք իրենց կասենք դա ձերն է, ցեղասպանություն էլ չի եղել, ինչ որ անման Նիկոլը, թուրքերը իրենց քաղաքական գծից չեն շեղվելու, դա հայերի, ոչ թե պետականության Հայերի հավաքական գոյության բացառումն է հարավային Կովկասում։ Հայեր թող ապրեն, իրանք խնդիր չունեն, Բելգիայում ապրեն, Կալիֆոռնիայում, Մոլդովայում ապրեն, ուր ուզում են ապրեն, բայց հայերը չպետք է ապրեն իրենց հայրենիքում, չպետք է լինեն պետություն, չպետք է լինեն, ասենք կարան որպես փոքրամասնություն, ասենք ինչպես Օսմանյան կայսրության մեջ ապրում էին հայերը որպես միլիետ, ծառայություններ մատուցեն, հիմա Բաքվի հայերը որ արտագաղթեցին կամ ավելի բռնագաղթի ենթարկվեցին Բաքվում ավտոշինող չկար, դզող փճող չկար, սառնարան նորոգող չկար, կոշիկ սարքող չկար։ Իրանց պետք է թող մնան հայերը մեր կոշիկները կսարքեն, կմաքրեն, այդ մակարդակով հայերը ընդունելի են, ինչպես այսօր Թուրքիայում է։ Քանի դեռ դու քաղաքական ազգ չես, դու ընդունելի ես։